Սուրբ Հոգով Տիրոջը մեծարել, բարաբանել, երկրպագել։ Բայց գիտեք չէ, որն է իմաստը Սուրբ Հոգու գալը։ Մենակ հենց ասեմ ձեզ, մենակ լեզներով աղոթքը չի, որ մենք ասենք սաղ լեզներով հենց մենակ աղոթեցինք ու ստացանք պարգև ու վсё։ Հոգի գալուստը դա է, երբ որ մենք ստացել ենք այդ հոգին, երբ որ ապաշխարել ենք, երբ որ տվել ենք մեր սրտները մեր Տեր Հիսուս Քրիստոսին, բացել ենք մեր սրտները իր առաջ, մենք ստացել ենք, այսինքն փրկությունը, հավիտենական կյանքը ու Սուրբ Հոգին իջել է մեր մեջ, բնակվում է մեր մեջ։ Ես միշտ ասում եմ, դա մի հատ մեծ օծություն է, երբ որ մենք կարանք ասենք Աստծո Հոգին այսօր բնակվում է մեր մեջ։ Բայց գիտեք, ինչքանով է այսօր Սուրբ Հոգու դերը մեր կյանքում, ինչքանով է Սուրբ Հոգին այսօր գործում մեր կյանքում, դա հետաքրքիր հարց է, չէ՞, առաջանում, ես ասենց էլ ասեմ, Աստծո Հոգին քո հետ է միշտ։ То есть на самом деле մենք գիտենք, որ այսօր ավետարանչական եկեղեցիներում, այսօր Քրիստոսի գալուստից հետո Սուրբ Հոգին եկավ ոնց որ ասում է ընդմիշտ այս աշխարհի մեջ, մարդկանց մեջ։ То есть միջև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստյան օրը, երբ որ ինքը պետք է գա, այն վաղ արդեն սա հարցերը կլուծվի եւ սա ոնց որ ասում է կընկնի իր տեղը։ Ես ում քիչ խոսեմ հոգու գործի մասին մեր կյանքում, էլի։ Ճիշտ ասեմ, մենք ոչ թե շատ քիչ ենք խոսում Սուրբ Հոգու գործի մասին, Սուրբ Հոգու ներկայության մասին, բայց բավական մենք պետք է որ այսօր իմանանք, որ ամենամեծ գործ այսօր Սուրբ Հոգին է մեր կյանքում անում։ Այսինքն դա միանշանակ ես ուզում եմ որ մենք մի քիչ հին ուխտում էլ նայենք Սուրբ Հոգու, այսինքն գործ, Աստծո Հոգու գործը այդ վաղտերում ինչ նշանակություն, ինչ դերակատարություններ։ Երեք եթե մենք նայենք հենց հին ուխտի, ես շատ եմ սիրում այստեղ հենց ծննդոցի առաջի խոսքերից, երբ որ Աստծո Հոգին պատտվում էր, ասում է, այս աշխարհի վրա, ասում է, սկզբում Աստված ստեղծեց առաջի խոսքի երկինք ու երկիրը, երկիրը անձև ու դատարկ էր եւ անդունդի վրա խավար էր եւ Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա։ Երեք շատերը ասում են շրջում էր աղավնու պես, ոնց որ աղավնին իջավ Քրիստոսի ուսին։ Չէ, հիշում եք, չէ, որ մկրտվավ, իջավ եւ նա շրջվում էր։ Տերում էր, որ դատարկ էր եւ դա Աստծո Հոգին էր։ Գիտեք, հին ուխտում մենք շատ դրվագներ կարանք տենանք, թե ինչպես Աստծո Հոգին բնակվում էր մարդկանց մեջ։ Կարամ ասեմ յուրահատուկ մարդկանց մեջ, ոնց որ ասում եմ, Աստված ընտրողական էր, վիբրիչներ իր հոգին ուղարկում այնտեղ։ Գիտեք, վիբրիչները երբ որ թակավորիներ օծում, տամ, երբ որ այսինքն միացած նշանավոր մարդ էր լնում, այսինքն դու այդ մարդը անում էր Աստծո, կարամ ասեմ Սամսոնի վրա, կարամ ասեմ Սավուղ թակավորի վրա, շատ դեպքեր, բայց եւ ըլում էր պարագա, երբ որ հոգին հետ էր վերցվում։ Հասկանում եք, Սուրբ Հոգին հետ էր վերցվում, Աստված վերցում էր այս հոգին, ես շատ եմ հիշում այն դրվագը, հենց թակավորած առաջի թակավորացումը, երբ որ Սամուել մարգարեն եկավ, օծեց Դավիթին թակավոր, Աստծո Հոգին իջավ Դավիթի վրա, Սավուղից վերցավ, Սավուղ զգավ, որ այդ հոգին վերցավ։ Ինչի վերցավ, այսինքն Սավուղի վրա, ինչ խնդիրներ էր անում։ Դա Սավուղը մեղքի մեջ էր, չէ՞։ Մեղք էր գործել եւ շարունակում էր եւ ինքը չէր լսում Աստծո ձենը եւ այդ պատճառով Աստծո Հոգին վերցվեց Սավուղի վրայից։ Հետաքրքիր է, չէ՞։ Այստեղ առաջի թակավորած 28 խոսքում ես ասես մի հատ դրվագ եմ արել, ասում է եւ առաջի 28 գլխից 5 խոսքի ասում է եւ Սավուղը տեսավ փղշտացիների բանակը վախեցավ եւ իր սիրտը խիստ դողաց եւ Սավուղը հարցեց Տիրոջը, բայց Տերը չպատասխանեց նրան ոչ երազով, ոչ ուրիմով եւ ոչ էլ մարգարեներով։ То есть միանշանակ ձևի Սավուղը սկսավ, այսինքն խնդրել, փղշտացիները հարձակվեցին, ինքը սկսավ խնդրել եւ ասում է Աստված ոչ մի կերպ չէր պատասխանում իրան, ոչ երազի միջոցով, ոչ ուրիմով, ոչ էլ մարգարեներով։ Ինչի պրոբլեմ դրանում էր, որ այսինքն Սավուղը մեղք էր գործել, Սավուղը մեղքի մեջ էր եւ Աստված հեռացել էր իրանից, Աստծո Հոգին։ Նայեք, հետաքրքիր է, չէ՞ որ մենք այսօր կարանք ասենք Աստծո Հոգին մեր վրան է, ինքը մեզ երբեք չի թողնում, մեր Տերը տվել է մեզի, մենք դրա մասին խոսենք նոր ուխտում, որ դա այդպես է, իրապես Սուրբ Հոգին այսօր մեր մեջ է, բայց
Գիտեք, ես մեկ մտածում, ասում եմ, իրապես էլ նայեք Աստծո խոսքը ոնց էր հին ուխտում։ Եթե դու Աստծո հետ ես, դու կատարում ես Աստծո կամքը, Աստծո հոգին քո մեջ է, то есть ուղղված է, չէ՞, բայց ոնց որ ասած ընտրողական էր, էլի Աստված այդ վիբրուշն այդ մոտեցումը տալիս։ Մեկին տալիս էր, մեկին չէր տալիս։ Օրինակ եկեք Դավիթի դրվագով նայենք։ Եթե հիշում եք Դավիթին, Դավիթի մեղքը, երբ որ Դավիթը գործեց մեղ Բերսաբեի հետ, հիշում եք, չէ՞։ Երբ որ մեղ գործեց եւ ինքը մեղքի մեջ էր ընկել եւ Նաթանը եկավ, Մարգարեն եկավ իր այդ խոսեց, ինքը հասկացավ, գիտակցեց իր արած սխալը, երեխան ծնվավ, ինքը ծոմ էր բան, որ երեխան չմահանար, բայց երեխան մահացավ, Աստված ասեց դու չես մեռնի։ Եվ կա մի Սաղմոս, եւ այդ Սաղմոսի մեջ հենց ինքը Դավիթը խնդրում է, որ Աստված չվերցի իրանից հոգին։ Ես ասում եմ, մենք կարդանք այդ Սաղմոսի 51-րդ Սաղմոսն է։ Գիտես, հետաքրքիր է, որ ինչքանով էր ինքը սիրում ասուն Դավիթը, ինչքանով էր ինքն զղջացել, հասկացել իր արած մեղքը։ Նայ, կարամ ասեմ, вообще հոգին տրվել է մեզի, որպեսզի պատմի Քրիստոսի մասին, где-то что-то մեզի հանդիմանի, где-то что-то մեզի ցույց տա մեր սխալները, որ մենք հասկանանք, մենք իմանանք, որ մենք ճիշտ չենք վարում, էս չենք անում։ Իսկ դե մենք էլ այնց հասարակ ձևի, սովորական ձևի կարանք ասենք, դե Սուրբ Հոգին այլ է ասում, հա, Տերն է։ Գիտեք, այն նապամինալկայի նման, երբ որ մեկը ձեզի հիշացնում է, եթե ձեր մոտ կա տես մի հատ պահալնում, իմ մոտ շատ ալում, գիտես դու ես սխալ ես, դու ես ճիշտ չես։ Գիտեք, դա Սուրբ Հոգու ձայնն է, որ ինքը ուզում է, ոնց որ ասում է, դստուչացալնի թակի քեզ, քո սիրտը, որ դու հասկանաս, լսես, որ դու ես սխալում, սխալ ես, թե մեղ ես գործես, թե դու ճիշտ չես արել, թե քո մոտեցումը սխալ է, հասկանում եք։ Եվ Սաղմոս 51-րդում Դավիթ ստեղ գիտեք ինչ էր անում, ասում է, ստեղ շատ հետաքրքիր Սաղմոս է 51-րդ, ես լրիվ չեմ կարդա, ես կկարդամ երևի 9-րդ խոսքը, ասում է, երեսը թաքցրու իմ մեղքերից եւ ջնջիր իմ բոլոր անօրությունները։ То есть աղաղակումը ասում է ներիր, նայեք ասեմ, որտեւ Դավիթը հասկանում էր, եթե Սավուղի վրայից Աստծո օծությունը վերցվավ, հոգին վերցվավ, եթե Դավիթը տենում էր, որ հասկանում էր, որ այդ հոգին իրանից էլ կարա վերցվի, հասկանում եք։ Բայց գիտեք, ես ասում եմ, Դավիթի Սավուղի տարբերությունը ինչու՞ն է, որ Սավուղը չէր զղջել իր արած սխալների համար, բայց Դավիթը զղջացել էր, ապաշխարում էր, հասկանում եք, եւ ասում է, երեսը թաքցուր իմ մեղքերից եւ ջնջիր իմ բոլոր անօրությունները։ Մաքուր սիրտ ստեղծիր իմ մեջ, ով Աստված, եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսում։ Դեն մի նետիր ինձ քո ներկայությունից եւ քո Սուրբ Հոգին մի հանիր ինձանից։ Եկեք հետաքրքիր խոսք ասում է, քո Սուրբ Հոգին մի հանիր ինձանից։ Ինչքանով էր ինքը ոնց որ ասում չէր ուզում Աստծո ներկայությունը կորցնել։ То есть, ռուսերեն ասած, настолько он дрожал, էլի, այսինքն, որ Աստծո հոգին, Սուրբ Հոգին չվերցվի իրանից։ Եվ ինքը աղաղակում էր, ասում է, դեն մի նետիր ինձ քո ներկայությունից եւ քո Սուրբ Հոգին մի հանիր ինձանից, դարձյալ քո փրկության ուրախության տուր ինձ եւ հոժարական հոգով հաստատիր ինձ։ То есть, սա այդ խոսքը Դավիթի գալիս է, որ Աստված այսինքն Իրանը ների եւ կարևորը հոգին չվերցի իրանից։ Գիտեք, դա այնքան կարևոր ոնց ասեմ ձեզի մոտեցումը, որպեսզի Աստծո հոգին մնար Դավիթի մեջ։ Որովհետև ինքը գիտես, Դավիթը գիտեր հետաքրքիր մի բան, որ առանց Աստծո հոգի ինքը ոչ մի բան չի կարա անի։ Առանց Աստծո ուղղությամբ, առանց Աստծո առաջնորդությունով, այդ օծությունը ինքը չէր ուզում կորցնել Դավիթը ոչ մի դեպքում, հասկանում եք։ Եվ ինքը աղաղակում էր, ասում էր Տեր Աստված, մենակ հոգիդ մի վերց ինձանից, Սուրբ Հոգին մի վերց ինձանից։ Գիտեք, երբ որ sense համեմատական եմ անում մեր այսօրվա առօրյա կյանքում, գիտեք, մենք այնքան տարակալ ենք նայում այս ամեն բաներին, մենք այնքան այս հեշտությունով ենք մոտիկանում այս ամեն հարցերին, մտածելով դե կա մեկը, դու պատկերացրու կա մեկը, որ այսօր բնակված է քո մեջ։ Գիտեք, դու զգում ես իր ներկայությունը, գիտես, դու կարաս գիտես, ես այսօր պաշտամքի տեղը զգացի իր ներկայությունը, հոգին իմ մեջ գործում էր, ես այնքան հուզված եմ, գիտես, այնքան լավ էր, հասկանում ես, բայց երբ որ դու սկսում ես քո առօրյայով ապրել, մտնում ես քո ամենատարբեր տեսակի իրավիճակների մեջ, հասկանում եք, եւ սկսում ես այսինքն խոտորել, մտածել, երբեմն դու չես էլ տենում իր ներկայությունը,
բայց այդ Դավիթի մոտեցումը այնքան հետաքրքիր է, որ Դավիթ ասում է Տեր Աստված, մենակ ասում դե մի նետիր ինձ քո ներկայությունից, ասում մի գցիր ինձ մի հեռացա քո ներկայությունից, որտեղ քո ներկայությունը այնքան կարևոր է եւ քո Սուրբ Հոգին մի հանիր ինձանից։ Սիրես, դա մի հատ անենց զորավոր խոսքեր, մի դե նետիր ինձ քո ներկայությունից եւ քո Սուրբ Հոգին մի հանիր։ Ինչը կարար Դավիթին հաներ, ինչից էր Դավիթը վախենում։ Այդ մեղքի պատճառը, որ եղավ Բերսաբեի հետ, որ տեսավ ինչ հետևանքներ տվեց իր մեղքը։ Ինքը խնդրում էր, որ մենակ չկորցնի Աստծո հետ իր ներկայությունը, բայց անգամ շատ անգամ Աստված հեռանում էր մարդկանցից, երբ որ մարդիկ մեղք էին գործում։ Եկեք ստեղ կա նաև մի տեղ ես գրել եմ Եսայիս մարգարեության մեջ, ստեղ հետաքրքիր տեղ է 59-րդ գլխում առաջի խոսքից կկարդամ, ասում են Տիրոջ ձեռքը վստահաբար չի կարճացել, որ չփրկի եւ նրա ականջը չի ծանրացել, որ չլսի։ То есть Աստված լսում է, Աստված տենում է, հասկանում եք, այլ ձեր անօրություններն են, որ բաժանում են առաջացնում ձեր եւ ձեր Աստծո միջև։ Ձեր մեղքերը ծածկեցին նրա երեսը ձեզանից, որ ձեզ չլսի, որտեղ ձեր ձեռքերը պղծված են այրենով եւ ձեր մատները անօրությամբ, ձեր շրթունքները սուտ են խոսում, ձեր լեզուն անօրություն է մրթմրթում։ Ինչ հետաքրքիր պարզ точно ասում աստեղ Եսայի մարգարեն պրոբլեմը, որ կարա այսօր լինի։ Պրոբլեմից ինչից, որ Աստված կարա հեռանա։ Գիտեք, հին ուխտում եթե Աստված հեռանում էր նաև իր հոգին։ То есть մարդը, ազգը, ժողովուրդը չէր տենում իր ձեռը։ Ինչ պատճառ էր։ Պատճառը էս էր, հասկանում եք, ասում է, ոչ թե Աստված չի ուզում լսի, Աստված լսում է, Աստված տենում է այն ամեն ինչ, որ դու անում ես, խոսում ես, գործում ես, քայլում ես, ինքը լավ սաղ տենում է, հասկանում ես։ Բայց հասկանում ես, այլ ասում է ձեր անօրությունը, որ բաժանում է առաջացնում ձեր եւ ձեր Աստծո միջև։ Ձեր մեղքերի ծածկեց նրա երեսը ձեզանից։ Պատկերացրեք, ձեր մեղքերը ծածկեց իր երեսը, որ ձեզ չլսի։ Ձեր մեղքերն է կանգնած Աստծո առաջ ու փակում է, որ ձեզ տենա, հասկանում եք, այլ ձեր անօրությունը բաժանեց եւ ձեզ եւ Աստծուն։ Այդ դրանից էր Դավիթը վախենում։ Հասկանում եք։ Եվ դրա համար Դավիթը աղաղակում էր, որտեղ Դավիթը գործեց մեղք, ռեալ մեղք, հասկանում եք, ելա մի օր տեսավ, տեք դուր եկավ, խափեց, տարավ, այսինքն դրա մարդուն սպանեց, ու լիքը մեղք գործեց, հասկանում եք։ Հետո գիտակցեց, հետո հասկացավ, հետո եկավ, ապաշխարեց, բայց ինչից էր վախենում, որ այդ հոգին չկորցնի, որ հոգին չհեռանա։ Եթե հոգին հեռանար, ինչ կներ Դավիթի հետ։ Դավիթը շուտ կմահանար, Դավիթին շուտ կսպաներ, որտեղ Դավիթի թշնամիները, եթե մենք Սաղմոսները կարդում ենք, Դավիթ ուներ լի թշնամիներ։ Ինքը ասում է, միշտ իր Սաղմոսները, Տեր Աստված պահիր ինձ հեռու, քո ձեռքերի մեջ իմ թշնամիներից ինձ հեռու, ինքը միշտ աղաղակում էր, որտեղ ինքը միշտ պատերազմների մեջ էր, կռիվների մեջ էր, պայքարների մեջ էր, պայքարների իր կողքի մարդիկ, ովքեր որ շրջապատում են, դրանք էլ էին դավաճանում եւ դուք պատկերացեք, ինչքան հեշտ չէր Դավիթին գոյատևել այս ամեն մարդկանց մեջ։ Միացնել ազգը, ժողովուրդը, միաբանեցնել, մի բռունց սարքել, այս ամենը Աստծո գործ էր։ Այս ամենը Աստծո օծություն էր, հասկանում ես իր վրա, որովհետև Աստված գտել էր մի մարդ, որ իր սրտով էր, հասկանում եք, եւ բնակվում էր դրա մեջ։ Եվ ամեն բան անում էր, որտեղ սիրում է Աստված այն մարդկանց, ովքեր իր սրտով են։ Հասկանում եք ինչ եմ ասում ձեզ։ Որովհետև իրապես եթե մենք հասկանանք Աստծո Սուրբ Հոգու ներկայությունը այսօր մեր մեջ, ես ուզում եմ այդ մոտեցումը անեմ, որ այսինքն հասկանում եք, որ մենք հասկանանք այսօր մենք ինչ մեծ ուժ ունենք մեր մեջ։ Հասկանում եք։ Հա, այսօր դու կարաս ուրախանաս, որ այսօր Սուրբ Հոգին չի հեռվանա քեզանից։ Ես հիմա կկարդամ մի քանի տեղեր նոր ուխտից, որ Սուրբ Հոգին չի հեռվանա քեզանից։ Բայց հասկանում եք, դա չի արդարացնում քո արած բոլոր գործերը, դա չի արդարացնում քո քայլերը, քո սխալները, հասկանում ես, քո, այսինքն մատների արանքով նայել այդ ամեն հասկանում ես Տիրոջ արքայությանը, Տիրոջ գործին, Տիրոջ խոսքին, որ քեզ հիշացնում է, որ քո այդ գործումը, հասկանում եք։ Ես ասում եմ մի խոսք, հենց
ասում եմ մի քարոզիչ, ասում եմ, որ ելնում եմ քարոզելու, ասում եմ, եւ ասում եմ այդքան որ ինֆորմացիա կա, ասում եմ, մոռանում եմ, ասում եմ, եւ ասում եմ 5 տարվա ասում եմ գրված բաներ, ասում եմ, տեղերը Աստվածաշնչի, ես Սուրբ Հոգին սկսում եմ հիշացնել ինձի, ու ես սկսում եմ հիշել, ու ասում եմ, դա ասում եմ, ելնում եմ այն իմ ուղիղի պահեստից բարձրացնում եմ, ու ես սկսում եմ ասել, ու ես ոչ թե զարմանում, ես գիտեմ դա Սուրբ Հոգին է, գիտեք, իմ հետ էլ է տենց ելնում, ես երբ որ ելնում եմ խոսքը խոսալու այն համարները, որ ես երբեմն մտածում ես ոնց պետք է խոսաս, ինչ ասես, ու Սուրբ Հոգին քեզի սկսում է հիշացնել։ Գիտեք, հետաքրքիր բավոր բան չկա հիշացնելու, ինչ քեզ պետք է հիշացնելու։ Պատկերացեք, եթե դու չես կարդում, եթե դու չունես այդ հարաբերությունը, ինքը ոնց է քեզ հիշացնելու այն գրվածները, որ դու կարդացել ես, որ դու այնքան նաստոլկը պետք է խորանաս դրա մեջ, այնքան պետք է խորանաս Տիրոջ գործի մեջ, որ դու հասկանաս այս ամեն իրականությունը, որ իսկականից սիստեմատ, գիտես, օդից չի գա լծվի քեզ այդ ամենը քո մեջ, որ դու իմանաս հասկանաս։ Գիտեք, որ մեկը բացի քո ուղիղը եւ լծի քո ուղիղի մեջ այդ խոսքերը, այդ ամենը, դու ինքդ պետք է կարդաս, դու ինքդ պետք է հետհետես, դու ինքդ պետք է ամրանաս, դու ինքդ պետք է աճես դրա մեջ, հասկանում եք։ Դու ինքդ պետք է կարդաս այդ խոսքը ու աղոթես, վերցես այդ խոսքը, հիանաս այդ խոսքով, այդ խոսքը բացի քո մոտ ու սկսես աղոթել։ Ու այդ վաղ Տերը կփառավորվի, հոգին, այնպես ասում կցանցա քո մեջ, որ դու Տիրոջն ես, հասկանում ես, երկրպագում։ Որտեվ գիտեք, դա շատ կարևոր է, ես ինչ եմ ասում, դա այնքան պահը լուրջ է, որովհետև երբեմն մենք այդ բացթողումները անում ենք մեր կյանքի մեջ։ Նայեք, Դավիթը վախենում էր, որ Աստծո հոգին իրանից հեռանա, գնա, այսինքն ինքը մնա մենակ։ Գիտեք, մենակությունը դա շատ մի հատ ոնց ասեմ ձեզի, ոնց ասեմ, շատ վտանգավոր բան է այսօրվա օրվա մեջ, բայց անում է պահեր, երբ որ մարդիկ իրանց մենակ են զգում։ Գիտեք ոնց են մենակ զգում, ես մի գիրք էի ընթերցում այդ վերջերս այդ մենակության մասին, հոգևոր մենակության մասին, ակասը դաժե մենակ հոգևոր ելնելու, այսինքն դու մենակ ելնելու մասին դու այնքան էլ վատ չի, որտեվ դու մենակ չես, այլ Աստծո հետ ես, եթե դու իրապես ունես Աստծո հետ հարաբերություն, դու մենակ չես։ Ну, то есть կարան այս պարագա դու մտածում ես, սաղ լքել են, սաղ դեմ են քեզ, ոչ մեկ քեզ չի հասկանում, հասկանում ես մեկը քեզ դավաճանում է, մեկը սենց է, մեկը նենց է, մյուսը հազար բան, բայց դու տենում ես այդ մոտեցումը, որ դու այս ամեն բանի մեջ մենակ չես, որովհետև Տերը քո հետ է, հասկանում եք, երբ որ դու իր հետ ունես, ոնց ասեմ քեզի, հավատարիմ կապեր, հասկանում եք, հաստատված ես իր հետ, պրոստո դու ճանաչում ես, գիտես, առավոտից իրիկուն դու իր հետ ես, օրդ անցկացնում ես իր հետ, աղոթում ես իրանը, մեծարում ես, փառաբանում, դու գիտես, որ դու իր հետ կարաս խոսես ու դու մենակ չես, դու կարաս բերես այն ամենը իր դեմը, դնես, բացես, ասես, եւ ինքը այդ մեկն է, որ քեզ կհասկանա։ Ոնց որ Դավիթ, հասկանում, Դավիթ աղոթում էր, խնդրում էր, ինքը չէր մարդկանց մոտ աղոթում, ինքը առանձին գրում էր այդ սաղմոսները ու գիտեր, որ Աստված է լսող, որտեվ ինքը ինչից էր վախենում Դավիթը միայն չհեռանա Աստծո հոգին իրանից, Աստծո Սուրբ հոգին։ Մենք այսօր ինչքանով ենք վախենում դրանը, գիտես, այո, հոգին չի հեռանա քեզ, բայց հոգին կարող լռի քո մեջ։ Հոգին կարող երբեմն չպատասխանի քո ձայն չանի ուղակի, հասկանում եք։ Իմ մոտ եղել է տենց, երբ որ պրոստո Սուրբ հոգին չի խոսացել իմ հետ։ Ես Հայաստանից որ եկամ ստե, ես պատմել եմ, չեմ պատմել, Սուրբ հոգով շատ էի, Սուրբ հոգու հետ խոսում էի, քայլելով էի խոսում, աղոթելով էի խոսում, եւ եկավ մի օր եւ Սուրբ հոգին լռեց։ Ես խոսում էի, բայց ինքը չէր խոսում։ Հետո անցավ ժամանակ ու ես հասկացա, մի մոտ բացվավ ինչի ենք լռում, որտեվ դա այդ մեղքերի պատճառով էր, որ ես մեղք էի գործում, մեղքի մեջ է եւ Սուրբ հոգին լռում էր, որտեվ Աստծուն զզվել է, որ մարդը մեղք է գործում, հասկանում եք։ Աստծուն զզվել է, որ դու պատկերացա, դու ոնց ես նայում, որ դու քո սրտով չարանում ես մեկի հանդեպ, ուղղակի դու չես կարող այդ քո դիմացինին ներես։ Ես շատ եմ պրագմատիկ մոտիկանում այդ հարցին։ Չներման պարագան, որ գալիս է, այսինքն դու չարանում ես սրտով մեկի հանդեպ ու չես կարող ներես։ Ես անցած անգամ պատմեմ տնային ծառայության, ես կիսում եմ, ես մի հատ ընկեր ունեմ, Աշխարհիկ ես հանդիպել եմ ես քանի օր, հետո խոսում ենք, ես այնպես մոտեցում ասեմ, ես պետք է Աստծո խոսք ասեմ, այնպես պրямо պետք է սկսեմ ասել, հիմա ուզում եմ լսի, չուզում լսի, հա։ Սկսեմ իրան ասել, Աստծո խոսքը այնպես
Տենամ չս գլուխը ֆրցնում ոնց որ փախնի բան, ասեմ գիտես ասեմ, ամեն մարդ խորագիտությունը մի քիչ ամեն մարդու մոտ չեմ խոսում, կոմոց սկսամ խոսալ, բան, Աստված քեզ սիրում ասիմ, ուսես տենամ ասիմ աչքերի մեջից այնց արցունք էր արդեն գնում, այնց խորացավ, այնց բան, ասում հա, բան, դա գիտեք, հոգին որ կպնում է մարդու սրտին, ոնց ասեմ ձեզ, մարդը սկսում է հալվել, բացվել, ինքսս քարսիրտ մարդ է, էլի մի քիչ այնց ոնց որ ասած կյանքից վարված, կյանքը տեսած, ամեն մեկի մոտ ավել բան չի խոսում, լիշին չի խոսան, այնց գիտի, բայց ստեղ հալվավ, որտեղ ստեղ Աստված էր գործում։ Ես զգացիմ Աստծո ներկայությունը իմն ու իր մեջ, եւ Տերը գործում էր։ Ու սկսա պատմել իր կյանքը, սկսա պատմել այն խորի բաները, եւ գիտեք, հետաքրքիր որ իրան մայրը փոքրվաղ թողել է, ուրիշի հետ ամուսնացել, ինքն էս որբա մեծացել, եւ ինքը պատմել ասում էր, ես այդ տունը որ տվել են, ես տվիմ իմ քրոջը, որ մայրս եկավ ասես տունը որ քեզ տվել է հայրական դու պիտի տաս, ես ուղղակի վերցիմ գրանցիմ, ասիմ բա ինքն դի դուրս չի անի, չէ չի անի, ասես հետո իմ հանես դուրս, ասիմ դու ների, ասում գիտես ես ներել եմ իրանը, որտեվ ես Աստծուն հավատում եմ, ասիմ բայց դու ասում ես մնացիմ ավակի տոգում դրսում ասում, ես ասում դրսում ես տուն չունեի ասում, ես ասում ներիմ ասում իրանը, ու գիտես ասում ամենակարևորը որն է ստեղ ասում որն է, ասում ամենակարևորը այն է որ դու ներես ու չհիշես։ Գիտեք, այնքան կպավ այդ խոսքերը ինձ, ոնց որ Տերը խոսում էր այդ մարդու միջոցով, նաև ինձ էր ասում, որ դու ներես ու չհիշես այդ մարդու սխալ քայլերը։ Ես ասում եմ, չեմ հիշում այդ, ես արել եմ ու արել եմ, հասկանում եք։ Ինքը պատմում ես եկան վերջի օր մայրս մահանում էր, գիտես ասում եմ, սրտի սառած եկամ, ասում էր, ուղղակի ուզում եմ 3 խոսք լսեի մայրիկից։ Ասում ինչ խոսք։ Ասում որ ասել ես քեզ սիրում եմ, բայց եկամ ասում գիտես քեզ ոչ մի բան չեմ թողել, իզուր ինչ ես եկել, ասում ես կանգնամ ասում մամ ասում ես եկել որ դու ասես ես քեզ սիրում եմ, դու դա էլ ինչ ես ասում։ Գիտես ասում հետաքրիր որն է որ Աստված էր իմ հետ այդ վախը։ Գիտեք մարդ որ չի ճանաչում ասուն, անես մեր նման էլի ոնց որ ասեմ խորի ձևի մեր նման ճանաչի ասուն, բայց ինքը ասում դες ինչ լավ հոգևոր կլներ, դու ինչ լավ կարայր մտներ, ոնց որ ասում տիրոջ հետ, այդ տիրոջ գործի մեջ, էլի, այսինքն որ դու հիմա բուդու չհոգևոր, դու ներում ես ու չես էլ հիշում որ դու մարդուն ներել ես։ Վերցում ես նվեր ես անում, տալիս ես մարդուն օգնում ես ու օրհնում ես։ Գիտեք, դա ես գտնում եմ Աստծո գործն է, եւ ես հասկանում եմ մի բան, որ Աստված ամեն մարդու հետ էլ գործում է, ով որ բացում է իր սիրտը իր առաջ, ով որ ուզում է նմանվի, ճանաչի Աստծուն։ Եկեք հիմա նայենք sense, ինչ եղավ նոր ուխտում եղավ հետաքրիր մի բան, այսինքն Սուրբ Հոգու գալստյան մասին, Մատթեոսի ավետարանի 4-րդ գլխի առաջի խոսքից, ասում է, այս ժամանակ Հիսուսը Հոգու կողմից անապատարվավ սատանային փորձվելու։ Ինչի տարվավ անապատ, ինչի տարվավ փորձվելու, ինչ կատարվեցավ դրանից առաջ։ Դրանից առաջ, երբ որ Քրիստոսը ջրով մկրտվավ, էդի 3-րդ գլխի, ասեմ ձեզ 13 խոսքից է սկսում, ասում այն ժամանակ Հիսուսը Գալիլեաց եկավ Հորդանա Հովանեսի մոտ, Հովանեսը կանխեց նրան ասելով, տոշանոք Հիսուսը պատասխանեց ու ասեց այն հիմա թույլ տուր, որտեղ մեզ հարկ է այսպես կատարել, այս ժամանակ Հովանեսը նրան թույլ տվեց եւ Հիսուսը մկրտվեց, հետո իսկույն դուրս ելավ ջրից եւ ահա երկնքի բացվեց նրան եւ տեսավ Աստծո հոգին, որ աղավնա կերպ իջնում էր ու գալիս էր իր վրա եւ ահա երկնքից ձայնս էր որ ասում էր դա է իմ սիրելի որդին որը ունի իմ բարեհաճությունը то есть դա է եւ Սուրբ Հոգին իջավ Քրիստոսի վրա պատկերացեք հոգին իջավ եւ բոլորին տրվավ այդ հոգին եւ տարվավ Քրիստոսը անապատում մենք գիտենք անապատում ինչ եղավ տուջը սատանան ինչից էր վախենում անիրավը վախենում էր որ այսինքն ինչ կարարելներ, որ Սուրբ Հոգին կարարելներ, գար եւ Աստված ուղարկեց հոգին եւ այդ փորձությունները որ 40 գիշեր Քրիստոսի հետ էր, Քրիստոսը անցավ եւ այդ հաղթանակը ոնց որ ասեմ ձեզ հաղթեց, էլի հաղթեց անապատում ցույց տալու որ ինքը հավատարիմ է, ոչ սովը, ոչ այսինքն թուլությունը մարմնային, որի վրա այսինքն անիրավը շեշտ էր դնում թուլանալով Քրիստոս ինքը այդ կոկտվի այս իրավիճակի, ոչ իմ բան չիմացավ կոդրել Քրիստոսին,
որտեղ Տիրոջ հոգին իր մեջ էր, ինքը մկրտվել էր, ինքը կայուն էր ու ինքը հոր հետ էր եւ ասում գնում էր, հասկանում եք։ Նայեք, ինչ իրադարձություններ ա ըլում մեր հետ, երբ որ մենք կարանք թուլանանք, ոնց կարանք թուլանանք։ Դու պատկերացեք, եթե դու 40 օր հաց չուտես, 40 օր հաց չուտես, 40 օր սոված ելնես, ոնց կարաս են։ Դու կարաս, այսինքն մարդը կարա դաժե հասկանում եք ոնց ասեմ դեզի պրոբլեմներ ռեալ ունենա, այսինքն առողջական խնդիրներ ունենա, հասկանում եք։ Այդ փորձությունները, որ գալիս են մեր կյանքի մեջ, հասկանում եք, ոնց ենք մենք, այսինքն անցնում այդ ամեն փորձությունները, այդ ամեն դժվարությունները, մենք իմանում ենք անցնենք, թե ոնց է, թե մենք խուճապի ենք մատնում եւ թուլանում։ Գիտես, հետաքրքիրն է, որ ես ասում եմ միշտ ամեն մեկին տրվում է իր չափով փորձություն, որովհետեւ Աստված ասում է չի տա քեզի են ավելի մեծ, ավելի դժվար ծանրություն, փորձություն, ուղղակի մենք պետք է իմանանք այս ամեն բանի մեջ անցնենք, հասկանում եք, մենք պետք է իմանանք հաղթող դուրս գանք Տիրոջ մոտ։ Եթե մենք չիմանանք, այսինքն հաղթող դուրս գալ, գիտես, դժվար կլինի քո հետո հոգևոր կյանքում, բայց մենք պետք է իմանանք մի բան, կարող է մի փորձությունից ավելի մեծ փորձություն գա, այդ մի դժվարությունից գա ավելի մեծ դժվարություն, հասկանում ես, տալ, այսինքն ապրելով, հասկանալով, որ դու ամեն ինչից, այսինքն ոնց ասեմ քեզ, փակված ես, պարիսպած ես, ոչ մի բան քեզ չի կբնի, հրեշտակները քեզ կվերցեն, ոնց որ Քրիստոսին էր սատանան ասում, քեզ կցես, ոչ մի բան չի լինի, կբռնեն, կտանեն, այսինքն ամեն ինչ քո լավ կլինի բան, գիտես, ես կարամ ասեմ, էդի այն մարդիկ են սենց խոսում, կներեք, էլի որ ասում եմ, որ հեքիաթների են հավատում։ Իրականությունը ավետարանն ասում, հասկանում ես, ասում է, որ ամենակարևոր մոտեցումը ստե, գիտեք, հոգու փրկության համար է խոսում։ Ամենակարևորը խոսում է քո փրկության համար։ То есть դու պետք է հասկանաս, եթե դու ընկնես, դու կարաս ոտքը ջարդես, հասկանում ես, դու պետք է հասկանաս, որ ամեն ինչ կարա լինի քո կյանքի մեջ, բայց հասկանում ես, հարցը դրանում է, թե ոնց ես դու, այսինքն այդ մոտեցումը ցույց տալի։ Անցած անգամ մենք խոսում ենք այդ խոսքը, մի հատ խոսք ես մտածում, մի անգամ փրկված, հավերժ փրկված։ Ռուսերեն ասած однажды спасен, навечно спасен։ То есть մի անգամ դու ընդունել ես փրկություն, արդեն դու փրկված ես։ Ինչ էլ անես, չանես, դու մեկը փրկված ես։ Դա էլ է սխալ մոտեցում, հասկանում եք սիրելիներս։ Հիմա կասես ինչ, Աստված չի վերցում իր փրկությունը։ Չէ, Աստված չի վերցում իր փրկությունը։ Ուղղակի դու ես սկսում մեղքեր գործել։ Այդ որ Եսայի մարգարեն ասում է, եւ Աստծո երեսը ծածկեցավ քո մեղքերով, եւ դա ոնց որ ասում է քո մեղքերը անօրությունները հերվածին Աստծոց։ Այն վերջում ասում է խոսալը, լեզվով, լիքը վատ բաներ։ То есть ամեն ընթացքը հասկանում ես քեզ կարա հերվածնի, բայց փրկությունը Աստված չի վերցել, հասկանում ես։ Աստված հետ չի վերցել այն ամեն ինչ ճանապարհով որ Քրիստոս անցավ, հասկանում եք, խաչի վրա այրուն թափեց, ինքը արեց, քայլ արեց, Տերը եկավ, այս ամենը կատարվեցավ, եղավ, հասկանում ես։ Հիմա քո մոտեցումից է շատ կախված, հասկանում ես։ Դու ինքդ ինչ մոտեցում ես, ոնց ես դու դա ցուցաբերում, ոնց ես դու պատկերացնում այդ հարաբերությունները, հասկանում եք, ինչքանով ես դու ապրում, ինչքանով ես դու վստահում Տիրոջը, Հիսուս Քրիստոսին, հասկանում ես։ Ինչքանով ես դու հետևում այն քո ոնց ասեմ քեզի ռուսերեն ասած պաստուպկաները, քո այն քայլերը կյանքի, հասկանում ես, մոտեցումները, ինչքանով են համապատասխանում, ինչքանով ես դու մտածում, որ դու այսօր չես նեղացնում Սուրբ Հոգուն։ Վիճ ռուսերեն, եթե մենք կարդանք հիմա Հովանեսի առաջի թուղթը, եթե դուք բացեք, այստեղը շատ եմ ելը սիրում ես, շատ եմ սիրում կարդալ, երբ որ ասում է առաջի Հովանեսի երկրորդ գլխի երկրորդ 20 խոսքից ասում է, իսկ դուք օծում ունեք սրբից եւ ամեն բան գիտեք, գրեցի ձեզ, որ իբրև ճշմարտությունը չգիտեք, այլ որտեղ գիտեք, այն նաեւ որ ամենը ստություն ճշմարտություն չէ, то есть շարունակություն, եթե կարդում ենք 27 խոսքը նույն եւ այն օծումը, որ դուք նրանից ընդունեցիք, այսինքն ձեր մեջ բնակվում է եւ կարիք չունեք, որ մեկը ձեզ ուսուցանի, բայց ինչպես նրա օծումն է ձեզ ուսուցանում ամեն ինչի մասին ճշմարիտ եւ ոչ սուտ է եւ ինչպես նա է ձեզ ուսուցանեց մնացեք նրա մեջ։ Նայեք, ասում եմ, կարիք չկա որ մեկ ուսուցանի, որտեղ դուք ունեք ուսուցիչ։ Այստեղ հարց առաջանում, եթե դու հասկանում ես որ դու ունես ուսուցիչ եւ այդ ուսուցիչը Սուրբ Հոգին այսօր բնակվում է քո մեջ, չէ՞։ Ինչքանով ես դու օգտվում այդ ուսուցիչի, այսինքն
ուսուցումից, այն ինչ-որ ունես քո մեջ, կարամ ասեմ, էլի, ինչքան ես դու իրանց հարցնում, ինքը քեզ ոնց կարա սովորացնի։ Երեք, ես կարամ ասեմ, ասես նստես, ու սենց գիրքը սենց գա, կոմոդ սենց օդի մեջ, սենց բացվի, սաղ սենց ինֆորմացիան, կինոներ կան է, կամպյուտոր, սենց սաղ լծվի քո մեջ, չի լինի դա, հասկանում եք։ Դու հասկանում ես, որ կա օծություն, այդ օծությունը դու պետք է օգտագործես։ Ինչա տրված այդ օծությունը քեզ։ Եկեք մենք սենց խորենք։ Ըչի Սուրբ Հոգին իջավ Քրիստոսի վրա։ Նայեք, եթե մենք լավ հասկանանք, որովհետև Քրիստոսը սովորական մարմնի մեջ էր։ Իմ նույն մանրամասն մարմին ուներ, հասկանում եք։ То есть Քրիստոսին չէր տվել, если ինչ սվերխ-естественный մարմին, աստվածային հատուկ ստեղծված մարմին։ Ինչի Քրիստոսը ծնվավ Մարիամից, այսինքն չէ՞ տամ Սուրբ Հոգու հաղորդությունի, չէ՞, այսինքն Աստված դրեց այդ սերմը, որտեղ Քրիստոսը պետք է հասկանար, թե ոնց է մարդը ապրում, ոնց է մարդը այսօր քայլում, տանջվում, հիվանդանում, անցներ այդ սա process-ները իր կաշվի վրա, ոնց որ ասում է, հաստենար, տաներ այդ ամենը, հասկանում եք։ Եվ Սուրբ Հոգին իրան տրված էր օգնելու համար, պաշտպանություն տալու, որևէ где-то անցնելու, որտեղ դու պատկերացա 40 օր 40 գիշեր սոված անապատի մեջ, հարցակում անիրավ, այնտեղ հացեր, հրեշտակներ, քարը ասա մենակ, ու Հիսուսը հասկանում է, որ մի հատ իր խոսքով իրապես քարը կարա դառնա հաց, հրեշտակների լեգիոններ, այսինքն լիքը բաներ անեն, բայց ինքը պետք է իր ձևով անցներ, հասկանում եք, այն մարմնով անցներ, որը որ իրանը տրված էր, նույն այսօր իմն ու քոնը, հասկանում ես, մենք այսինքն չեմ ասում, ես ինչ առավելություն չունենք, ոնց ասեմ քեզ Քրիստոսից, մեր նույն մարմինը, որը որ Հիսուսի մարմինը է, հասկանում ես, սովորական մսից, նույն հոգին է, նույն սիրտն է, բայց հասկանում եք, այստեղ հետաքրքիր որն է, որ երբեմն ես մտածում, ասում եմ, ինչի մենք չենք կարում, այսինքն ավելի ճիշտ ձևի շահադրենք, ավելի ճիշտ ձևի ապրենք իրանով։ Ինչա մեզի դրդում, որ մենք այսինքն հերվանում ենք իրանից, տրտում ենք Աստծո խոսքից։ Դու պատկերացա հին ուխտում, եթե որ նայենք, հոգին տարվում էր ընտրվողական, հասկանում եք, թագավորին օծվում էր, տարվում էր, հասկանում եք, ասեմ, Սամուելը, որ օծեց Դավիթին թագավոր, տուջը հոգին հեռացավ Սավողից։ Եկավ ընդ որտեղ որ պետք է գրաներ, հասկանում եք, то есть ընտրվողական էր։ Եթե մեկ էր գործում հերվան, դու պատկերացեք մասշտաբային Աստծո էր օծությունը թափում անձրևի նման ամեն մի մարդու։ Հերիքը մարդուն գա, կանգնի այստեղ առաջ, ապաշխարի, բացի իր սիրտը, լացի, կամ չեմ անում ինչ-որ մի հատ ապրումներով ապրի, զղջա իր արած մեղքերը, Աստծո հոգին մտնում է իր մեջ։ Տուջը մտնում է իր մեջ, հասկանում եք։ Ինչի է մտնում Աստծո հոգին մարդու մեջ, որտեղ Աստծո հոգին մտնում է մաքուր տեղ, հասկանում եք, սրբված է, եւ այդ պարագան, երբ որ մարդը հասկանում ես, ապաշխարում է այդ կոնտակտը, որ ելնում Աստծո հետ, ինքը ապաշխարում է, ինքը տալիս է, սաղ բացում է, սաղ բերում է Աստծո առաջ եւ հոգին մտնում է իր մեջ, հասկանում եք։ Բայց այդ դալնեշի հետագա ճանապարհը, հասկանում ես, որը որ մարդը պետք է անցնի, որը որ անի, հասկանում ես, այդ օծությունը քո մեջ արդեն դու ոնց որ ասած ուժեղ ես, դու արդեն ասած ոնց որ ասած լի ես, պետք է գնաս, պետք է անես։ Ստեղ ելնում է շատ անգամ, հասկանում եք, մենք սկսում ենք, այսինքն ոնց ասեմ ձեզի, դժվարանալ, թուլանալ, նայեք ասեմ, Եփեսացիներից 4-ի 30-ում ասում է, եւ մի տրտմեցեք Աստծո Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար։ Նայեք ասում է, մի տրտմեցեք Աստծո Սուրբ Հոգուն, որտեղ մենք կնքվեցինք փրկության օրվա համար։ То есть մենք կարանք տրտմեցնենք։ Գիտես ոնց կարաս տրտմեցնես Աստծուն, այլ քո սխալ քայլերով։ Այդ մեղքը, նայեք ասեմ, ես չեմ ասում, մենք ստեղ սաղս մեղավորներ ենք, մեղք ենք գործում, մեղքը լի է։ Սիրելիս, ես միշտ ասում եմ, գիտես, դու ինքդ պետք է քննես քեզ։ Դու ինքդ պետք է քննես, հասկանաս, որտեղ ես դու սխալ, որտեղ դու կարաս տրտմեցնես։ Գիտես, որ մենք հասկանանք sense մի բան, հասկանանք, որ մենք կարանք Սուրբ Հոգուն վիրավորենք։ Ուղղակի վիրավորես, էլի, ուղղակի քո սխալ քայլով տրտմեցնես իրանը։ Գիտես, ինչքան դժվար ալնում, ինչքան դժվար, նայեք, շարունակած ասում եմ, ամեն դառնություն, բարկություն, սրտմություն, աղաղակ եւ հայհոյություն թող վերանա ձեզանից ամբողջ չարությամբ հանդես։ Միմյանց հետ քաղցր եղեք, գթած միմյանց ներելով, ինչպես որ Աստված էլ Քրիստոսի միջոցով ձեզ ներեց։ То есть դու կարաս տրտմեցնես Սուրբ Հոգուն այս բաներ անելով, հասկանում ես, то есть
Դու կարաս դառնությունը, բարկությունը, սրտմություն, աղաղակը, որ վատ աղաղակում ես, հայհոյությունը, то есть այս ամենը չարությունը քո մեջ, որ տամ նախանձը, չսիրալ, չզիջել, դրանով ես դու տրտմեցնում Սուրբ Հոգուն, հասկանում ես։ Այդ դրանից ինչի է տրտմում Սուրբ Հոգին, երբ որ բուդուչի դու հոգևոր, հավատացյալ, կնքվել ես արդեն Սուրբ Հոգով, մկրտվել ես ու այդ բաները անում ես, այդ դրանով Սուրբ Հոգին տրտվում է, քաշում է մի կողմ։ Որտեվ այդ ձայն, այդ հինչը, այդ որ ամեն անգամ քո մտքին գալիս է, դու չես լսում, չես տեղիք տալի, հասկանում ես։ Չեք էքսպերիմենտ արեք էլի, մի օր sense երկու տարբեր տեսակի մտքեր են միշտ գալի մարդու մեջ, հոգևորի մեջ։ Լավը, այսինքն մի արա, մի գնա ու վատն եմ էլի ասում։ Գնա այնտեղ, գնա քեզ սպասում են, հələ սրանը նա էսը, հələ դի ոնց է իրանը պամ, հələ էս իրանը հիմա ցույց կտամ, ու արտահայտվում ես, հայհոյում ես, բամբա։ Էդի Տերը չի, ես քեզ կարամ ասեմ միանշանակ։ Տերը ասում է լռի, մի ասա։ Դիմացի, համբերի, հասկանում ես, որտեվ ես քո մեջ եմ։ Ես քո մեջ եմ, հասկանում ես։ Դու պատկերացրա Աստծո մի մասը այսօր գտնվում է, բնակվում է քո մեջ։ Ես ասում եմ դատաստանի օր այդ մի մասն, հալելույա, չեմ անում։ Ինչա քո մասին պատմելու ասում, հասկանում ես։ Ինչա քո մասին պատմելու։ Նայեք, ստեղ Հովհաննեսի 16-րդ գլխում Քրիստոս ասում է, հետաքրքիր տեղ կա, բացեք։ Քրիստոս ասում է 5-րդ խոսք, սակայն այժմ ինձ ուղարկողի մոտ եմ գնում, որ ձեզանից ոչ ոք ինձ չի հարցնում, ուր եմ ես գնում։ Նայեք ասեմ, սա մի հատ հետաքրքիր բան է, էլի։ Մենք մտածում ենք, որ մենք եփ ենք մենք գնալու ստեղից։ Ես հասկանում եմ, սենց նայեք ասեմ, Քրիստոս ասում է, սակայն այժմ ոչ մեկ չի ասում ուր եմ ես գնում, չեն հարցում աշակերտներ, ուր եմ ես գնում։ Ու ձեզանից ոչ ոք ինձ չի հարցում, ուր եմ ես գնում։ Հիսուս ասում է, ես, то есть Քրիստոսը 33 տարեկան հասակում, այդ 3 տարվա ընթացքում ինքը միշտ ես գնալու եմ, ես չեմ մնալու, ես անցնելու եմ այս ճանապարհը, այս ճանապարհով եմ անցնելու, ինձից սենց անելու, ես եկել եմ, то есть Քրիստոսը միշտ խոսում էր իր մահվան մասին։ Մարդիկ չէին հարցնում, գիտեք չէին հարցնում, ես ասում եմ եզրակացության եմ եկել։ Երբ որ սաղ լավ է, ամեն ինչ լավ է, ինքը մեր կողմն է, դու չես մտածում, որ մի օր այդ մարդը կարա չլինի։ Դուք պատկերացրեք, որ քո կողքին կա մեկը, քո բարեկամը, քո հարազատը, քո քույրը, քո եղբայրը, քո երեխան, հասկանում, դու պատկերացրեք, սաղ լավ է, դու չես մտածում դրա մասին, չես մտածում, որ մի օր կարա գա մահը, կարա մի օր մի բան, հասկանում, այդ մարդը վերցվի, հասկանում եք։ Մենք պետք է իմանանք, որ այսինքն, որ կարա պարագաներ, հասկանում եք, որ մենք պետք է հասկանանք, որ մարդը կարա վերցվի, որտեղ վերցվի, ուր տարվի այդ մարդը, հասկանում ես, որտեղ կգնա այդ մարդը։ Էդի հարցի երկրորդ տեսակն է, դժոխք, դրախտ, բայց դու պետք է իմանաս, որ կարա ըլնի կորուստ։ Նայեք ասեմ, աստվածաբանության մեջ կա մի հատ հետաքրքիր բան։ То есть մենք մարդիկ, հոգևորներս միշտ պետք է փառավորենք Աստծո որդուն Հիսուս Քրիստոսին, ոնց որ մեր Տեր Հիսուս Քրիստոս փրկիչ հարություն առած։ То есть մենք պետք է մեծարենք Իրանը, բայց հասկանում եք, նայեք ասեմ, երբ որ մարդը կորցնում, մեկը մեկին կորցնում է, տրտմություն է գալի, այս ցավով մարդը միշտ հիշում է, մարդիկան ապրում են դրանով, հասկանում եք, բայց Աստվածավորության այս խոսքը ասում է, որ մենք պետք է իմանանք բաց թողնել։ Մենք պետք է իմանանք մտածել նորի մասին, այսինքն ապրել Հիսուսով մենակ, հասկանում եք։ Հիշում եք այն մեծարոս, որ եկավ ասաց, ես ուզում եմ փրկվեմ, ես ուզում եմ ոնց անեմ, ինչ ասեց Հիսուս, թող ամեն ինչ արի իմ հետևից։ Տրտմեց ինչ ասեց։ Դե ես մամա ունեմ, պապա ունեմ, գնամ թաղեմ նոր գամ, ասեց թող մեռելները իրանց մեռելներին թաղեն։ Դու արի իմ հետևից, то есть ասես մի բռնվիր, այսինքն հասկանում եք, երբեմն ըլնում է այդպես ոնց ասեմ, մարդիկ բռնվում են մարդկանցով։ Սիրելիս, դու այսօր կարաս իդեալ մի գործ անես։ Այսօր Տիրոջ հոգին քո մեջ է։ Դու կարաս գործես Տիրոջ փառքի համար։ Ոնց գործես։ Այդ ավետարանը սկսես տարածել։ Այն մարդիկ, ովքեր որ այսօր քո կողքին են։ Դու հասկանում ես, որ մի օր կարող է այդ մարդը կողքինդ վերցվի։ Դու կարաս վերցվես։ Ես գիտեք այնքան եմ արդեն հասկանում ես պարագան, որ շատ եմ մտածել, շատ եմ ապրում, ես հասկանում եմ, որ մարդը հավիտենական չի այս աշխարհի մեջ։ Որ մարդը կարող դաժե քո մոտիկ բարեկամը հարազատը կարող վերցվի։ Կարող հեռանա այս աշխարհից, հասկանում եք։
Там հոգևորը ննջի, անհավատը մեռնի։ Դու դա պետք է հասկանաք։ Ու մենք պետք է հասկանանք, որ կարող է մեր կյանքում կորուս, որտեղ Աստծո խոսքը մարդիկ ծնվում են եւ մահանում են, ծնվում են եւ մահանում են, գնում են։ Բայց հարցի երկրորդն է՝ ուր են գնում այդ մարդիկ, ո՞նց են գնում այդ մարդիկ, ինչի մասին ենք մենք մտածում։ Լավ է, որ մարդը միշտ ապրի մեր հետ, հասկանում ես, տենաս, ուրախանաս, ծնողը երեխաներ ծնողներով, բայց երբ որ մարդը գնում է, հասկանում եք, նա գնում է հավիտենական։ Այդ մարդը էլ հետ չի գալու։ Երբ որ դու այդ ամենը տենում ես, դու ապրի դրանով, որպեսզի դու փրկվես, հասկանում ես։ Գիտեք, շատ լավ կլինի, որ մենք երեք խոսում ենք վարձատրություն ունենաս, պարգևատրում ունենաս, Տիրոջ միից, հասկանում եք։ Այդ պարգևատրումը, մեծ պարգևատրումը, գիտեք, ամենամեծ պարգևատրումը որն է, երբ որ դու ապրում ես այդ կյանքով, այդ ամեն ինչ որ ասում է, չէ՞, չես տրտմեցում Սուրբ Հոգուն, եւ մի հոգու կարաս ավետարանես ու բերես, դա վարձատրում, դա քո վարձքն է, որ դու կստանաս։ Այդ քո գործն է, հասկանում եք, բայց ես շատ եմ լսել, ես էլ եմ մտածում, ես սենց արիմ, ես աղոթում եմ, ես ընգամ, ես ոտքս ջարդիմ, այսօր ֆինանսական խնդիրներ ունեմ, ես ունեմ, դա հոգևոր պայքարը, հոգևոր դաշտը, ես հասկացիր, հասկանում եք, դա հա, պայքարը, դա ունգել ես այդ փորձության մեջ։ Բայց ես չեմ կարծեմ, հասկանում ես, ինչ որ դու կարաս դառնաս հավատքի հերոս։ Ոնց որ առաքյալներ աշա, դու քո համար, քո խնդիրն է, քո պայքարն է, հասկանում ես, քո անձնականը, որի մեջ որ դու ընկել ես, գլոբալ եթե մենք նայենք, գլոբալ գիտես որը կարան, երբ որ դու ունես там Տիրոջ անվան համար միտեղ ավետարանելու, եկան քեզ քարկոցեն, ծեծեն, ոնց որ Պողոսին են ծեծում, այնտեղ դու աղակես, չէ, ես ասելու եմ, կամ ինչ-որ մի բան միտեղ։ Ես գտնում դա է վարձքը, հասկանում եք, ես չեմ դրդում գնացեք իմ արեք, ես ուղղակի ուզում եմ այդ տարբերականը մենք նայենք, հասկանում եք, որն է, որ իրապես բերում վարձատրություն։ Ես էլ եմ մի վաղ sense մտածում, ասում եմ, չէ, ես այսօր ընկել եմ փորձությունների մեջ, դժվարությունների մեջ, սատանան, գիտեք, հեշտը միշտ անիրավի վրա սա գցենք։ Ինքը հարցակվա։ Գնում ես քո խելքով ընկնում ես փոսը, անիրավը փոսը փորեց, բրդեց քեզի տարավ գցեց այդ փոսը, հասկանում ես, մեկի մի բան ասում ես, հետո անիրավը դրթեց ասի, դե при чем тут անիրավը, չասեր, հասկանում ես, то есть, հետո ասես, հա, պետք է զսպես, սանձես լեզուդ, չխոսաս ավել բան, իմանաս լսել, իմանաս հարգել, իմանաս դիմացինի լսել, հասկանում ես, ոնց որ մեր մեծերն են սովորացել հայկական, մեծերին հարգի, լսող եղի, չէ, ով որ ուզում է, նստի, լսի, մի, այսինքն, то есть տարբեր բաներ կա, խոսում, մի մտի, մի խառնվի, то есть մենք պետք է իմանանք սովորել, հասկանում ես, եւ Սուրբ Հոգին այսօր դրա համար է տրված մեզ, որ մենք կլինենք հեզ ու խոնար, համես, համբերատար, իմանանք մեզ պահենք, իմանանք գնալ Քրիստոսի հետևից։ Գիտես, ես չեմ ասում դու մի սիրիր քո երեխային, աղջիկան, կինը, ամուսնուն, մենք պետք է սիրենք։ Կարող այսօր քո ծառայությունը քո ընտանիքի մեջ է։ Գիտես, դու գիտես քո ծառայությունը քո ընտանիքի մեջ է, որ քո ընտանիքի անդամները փրկվեն, ունենան հավիտենական կյանք։ Ամուսինը կնոջը վերի փրկության, կինը ամուսնուն, երեխաները հորը, մորը, դու ունդեղ ես, որտեղ որ պետք է, դրա մասին միշտ ասում եմ։ Հələ ստեղ դու աճի, զարգացի, հավատա Սուրբ Հոգին քեզ կտանեն դե, որտեղ որ ելը քեզ կօգտագործի, բայց չիմանալով, հասկանում ես, խոսքը, չիմանալով ավետարանը, շատ անգամ մենք, հասկանում ես, հերվանում ենք Աստծուց։ Սիրելիներ, դուք պետք է իմանաք ավետարանը, ես ազնվորեն եմ ասում։ Գիտես, Սուրբ Հոգին այսօր այն ուսուցիչն է, որ կարող քեզի սովորացնի խոսքը, բացի ավետարանի գաղտնիքները։ Գիտեք, ավետարանում ինչքան գաղտնիքներ կան, ինչքան տեղեր, նայեք ասեմ, նստած երեք այսօր ավետարանը պատրաստում եմ քարոզելու խոսքը։ Հա Պատրաստում եմ, որ ես ելնեմ ու գիտեք, մտածում եմ, նայում եմ, ասում եմ, կհիշեմ շատ բաներ կմոռանամ, ու ես հասկանում եմ, որ կարամ ելնեմ, շատ բաներ մոռանամ ու պատկերացնում, ասում եմ, բա որ չհիշեմ, բա որ սենց, ու միշտ շատ են ցելում։ Գիտեք, հիմա ելել եմ, քարոզում եմ, չէ՞։ Արդեն մոտ 40 րոպեից ավել քարոզում եմ։ Ու այդ սաղ մոռացած բաները, այդ նոր ինչի մասին ասում եմ, Սուրբ Հոգին ինձ հիշացնում է, տեղերով, համարներով, հասկանում ես, то есть հիշողությունը դառնում է պոզիտիվ, ասում ես, գիտես, պարություն ես, հիշողություն, բայց Սուրբ Հոգին գործում է, ու դու ուրախանում ես, որ գալիս են այդ խոսքերը հետևից, ու դու կարաս ասես, հասկանում ես, որ Տերը գործում է, հասկանում ես, то есть, իմ վրով ինչ եմ այդ օրինակը բերում,
То есть չունենա այս ինֆորմացիա, չկարդայ, չաղոթեի, то есть как бы ժամանակ չհատկացնե երկար ժամանակներ կարդալու մեջ, հավատացեք ես կլնեի հիմա երևի ացիլը մի 15 րոպե կխոսայի ու կասեի մտածեի ինչ խոսամ, բառեր չկա, հասկանում եք, չեմ կարում մտածե դե լավ շուշուտ ան մի քիչ երկար ասեմ, մի բառը մի 10 անգամ կասեի ու դուք եք կարող բան չհասկանայիք, ուսես կպրզներ կգնար, հասկանում եք։ Էդի կլներ այն ի գիտություն, որը որ ես չեմ կարդում։ Կարող ասես դե դու հովիվ ես, դու պիտի կարդաս, չէ մենք սաղս պիտի կարդանք։ Մենք սաղս պիտի իմանանք ավետարան։ Երեք ուղղակի հակառակ այսօր Սերոփին մեկ էլ Էրիկին է ցույց տալի Սևակ Բարսեղյանը։ Նույն ասում էր, որ ես եմ ասել, ասում է, դու գալիս ես եկեղեցի, դու գարած գաս, հա, մի օր, 2 օր, 3 օր, 4 օր աղոթես, բայց քո մոտ ոչ մի բան կարա չփոխվի, եթե դու քո տունը չկարդաս ավետարանը ու չաղոթես, չվերցես այդ խոսքը ու չհաստատվի այդ խոսքը քո մեջ ու չփարավորես Աստծուն։ Հա դու կտրտում ես, չի ստացվում, աղոթում եմ, չի լում, չեմ լսում, նեղացում են, նույն բաներ, ես հասկանում եմ, որ առանց կարդալու չի լինի, բայց ինչի Քրիստոս ասեց, նայեք ասեց, մխիթարիչ ասեց, բայց որովհետև ձեզ այս բաներ ասացի տրտմությունը լցրեց ձեր սրտեր, то есть աշակերտները տրտմեցին, որ Քրիստոսն, բայց ես ճշմարիտ եմ ասում, ձեզ համար ավելի լավ է, որ ես գնամ, որովհետև եթե ես չգնամ, մխիթարիչը ձեզ մոտ չի գա, իսկ եթե ես գնամ, նրան ձեզ մոտ կուղարկեմ, եւ երբ նա գա, աշխարհին կհանդիմանի մեղքի արդարություն եւ դատաստանի համար, մեղքի համար, որովհետև ինձ չեն հավատում, то есть Քրիստոսը ավելի լավ է ձեր համար, որ ես գնամ, հետաքրքիր ասում գնամ։ Եթե ես չգնամ, մխիթարիչը չի գա։ Մխիթարիչը կգա ու կհանդիմանի ձեզ մեղքի մեջ, այդ աշխարհ որ անարդարություն է, դատաստան, то есть ուսուցիչը կսովորացնի, կհանդիմանի, կասի, կբացատրի։ Գիտեք, ուսուցիչին լսող է պետք, չէ՞։ Դպրոցում ուսուցիչ որ ասում, երեխեք պիտի լսեն, կատարող է պետք, բայց որ դու չես լսում, բայց որ չես կատարում։ Գիտեք, դու այդ ուսուցիչին տրտմեցնում ես։ Գիտեք ինչքան թանկ է Քրիստոսը, լավ կլինի, որ ես գնամ ու ուղարկեմ այդ մխիթարիչին։ Խնդրեմ հորիցս մի տեղ ասում, մխիթարիչը որ գա, то есть ինքն ասում է, եթե ես չգնամ, մխիթարիչը չի գա։ Սերես, այսօր հենց այս պարագանը, որ մենք իմանանք օգտվել Սուրբ Հոգու բարիքներից, այդ բարիքները դու ունես, մենք որ ասում ենք սեր, Տեր Աստված, հիշում եք, շատ ենք խոսում, սեր տուր, համբերություն տուր, խոնարհություն տուր, մի Աստվածաբան ասում, հա, Տեր ինձ խոնարհեցա, ասում է, դե Տերը քեզ չի խոնարհեցնի, հասկացի, խոնարհությունը արդեն տրված է քեզ, հասկանում ես։ Ես մի վաղ աղոթում եմ շուտ մի 7-8 տարի, Տեր, ընենց արա, որ ես սկսեմ ավետարանել, ընենց արա, որ ես սկսեմ սենց խոսքը, Տերը չի անի, ես պտի անեմ, հասկանում եք, դու պտի անես, եթե դու չես խոսում Աստծո մասին, հա դու խնդրի Աստծուց, իրիկուն չես խոսում, դու գալիս ես աշխարհիկ բաներ, դες քո աշխատանքի տեղ դու աշխարհիկ բաների մասին ես խոսում, ասա քեզի լավ է քո աշխարհիկ, գործից ես խոսում, մեզ ես պատում են, իդեք ես ենքան եմ նկատել մարդկանց մեջ, դաժե մեր մոտ, ստեղ, հասկանում եք, մարդիկ գալիս են, նստում են, պաշտամունքը պրզում են, սկսում ենք աշխարհից, ինչքան լավ է այս աշխարհը, այն արիմ, այս արիմ, դու պատկերացրեք, մարդիկ գնում են իրենց գործերի տեղը, սկսում են խոսալ աշխարհի լավ բաներից, հայ սիրելիս, իմ քաղցր քուր, իմ քաղցր աղբեր, Էլը խոսե, չեմ ասում հերվացեք այս աշխարհի, աշխարհն էլ կանցնի, ինչ որ այդ աշխարհի մեջն էլ կանցնի, բայց ով որ հավատաց Աստծուն, ում մեջ կա Աստծո ինքը կմնա, այդի մենք պետք է գնահատենք, հասկանում ես, այդի պետք է գնահատենք։ Ես գիտեք, ես ասում եմ, ես այսօր այնքան եմ հերվացել շատ անգամ, երբեմն կարող ասեմ, շլիշկը ինձ հերվացել եմ այդ իմ աշխարհիկ ընկերներից, բիզնեսմեն ընկերներից, գործարարներից։ Իրեք որ մտնում եմ, փող, սենց միլիոններ, սենց գնաց, սենց եկավ, սենց դուք պատկերացեք այնքան իմ համար տհաճ է դարձել այդ ամենը լսելուց։ Մի վաղ ես ինքս վազում էի, գնում էի այն կաստաներ, սենց փողատեր, սենց մարդիկ մտնում ես խոսում են, գնացիմ ընդեղ, գիտես գնացիմ ընդեղ, գնում եմ Դուբայ, հասկանում ես, ընդեղ կա բուտիկներ հատուկ, լավ խանութներ, մտնում եմ ընդեղ բոս բան, դե գիտես ինչ ընդեղ տա, մինիմում $100,000 ջեբ, հասկանում եք, ես չեմ ուզում լսեմ այդ բաները, սիրելիներս, $100,000, երկու գնամ, առնեմ, հագնեմ շոր, գամ, ապրեմ, մարդիկ ինչերի մասին են մտածում, հասկանում եք, բա այդ արժեքը,
Աստծո խոսքի արժեքը գիտեք ինչքան լավ է։ Ես ինձ հերվածեմ, ուղղակի ես վերցիմ հերվածիմ այդ մարդկանցից ինձ։ Ասեմ Տեր Աստված, հրճակում, ես չեմ ուզում իրանց հետ շփվել։ Ուղղակի չեմ ուզում շփվեմ իրանց հետ։ Բայց մարդիկը սիրում են, հասկանում եք, հոգևորական կարան նստեն, մտնեն, խոսան, ասեն, դե լավ ասա։ Աստված քեզ օրհնի։ Մի տրտմեցու Սուրբ Հոգուն։ Ես երբեմն ես մտածում եմ, մենք Սուրբ Հոգուն դիմում ենք, երբ որ մենք դրա կարիք ունենք։ Մենք դիմում ենք Սուրբ Հոգուն, երբ որ մենք դրա կարիք ունենք։ Մենք մոտենում ենք Սուրբ Հոգուն, երբ որ մենք դրա կարիքը ունենք։ Այդ Դավիթին ես այնքան եմ հասկանում, թագավոր Դավիթին։ Այնքան եմ հասկանում, մի ասած թրոցի կարդում էի, գնում էի։ Հասկանում եմ, որ մարդը, թագավորը, բանակներ, զորքեր ուներ, մեղանչում էր, մեղք էր գործում, մարդ էր սպանում, էս էր անում, շնություն արեց, բայց ինչքան մեր ինքը չեր ուզում Աստծո հոգուն կորցնել։ Այնքան էր ինքը իր աղոթքի մեջ ասում, Տեր, մենակ այդ քո ներկայությունը, Սուրբ Հոգին ինձանից մի վերց։ Մեղանչել եմ, արել եմ, մեղք եմ գործել, մենակ Սուրբ Հոգուն մի վերց ինձանից։ Հասկանում եք։ Ու դու տենում ես, էլի ինչքան ինքը սիրում Աստծուն։ Ինչքան ինքը տենում, որ առանց Աստված չկա կյանք։ Առանց Աստծո Հոգի չկա կյանք։ Հասկանում եք, այդ սերը էլ Աստծո հետ այդ սերը այնքան մեծ էր իրա, ոտես նայում ես Դավիթին, ասում ես, իհարկե ասում են, իհարկե Աստված հենց օրհնեց իրար, իրա ցեղի, իրա սերունդից ծնվեց Քրիստոսը, արժանի էր։ Արժանի էր, որտեղ զղջաց, ապաշխարեց, գալիս էր հետ էր։ Իրաց մենք երբեմն սխալ են գործում, մեղք են գործում, մենք դեռ չենք էլ ապաշխարում, չենք էլ զղջում։ Բայց մենք այդ ամեն անգամ մենք սխալն Սուրբ Հոգուն տրտմեցնում ենք, Սուրբ Հոգին տրտմում է, եւ ասում են, եւ ով կդատաստանի օրը, եւ Սուրբ Հոգին այդ ամենը կսկսի ասել հորը։ Ինչ ես պատասխանելու։ Այդպես մի աստվածաբան ասում էր, երբ որ այդ պարագան, երբ որ սարերը պայթեն, տրակեն, մարդիկ ես արագահաս պետք է վազեմ, փոխեմ իմ կյանքս։ Չեմ հասցնի։ Այնց այդ պահին չես հասցնի, հասկանում եք, կհասցնես այն պահին, երբ որ դու ստեղ ես, Տիրոջ հետն ես, դու կարաս անես, դու կարաս փոխես, հիմա քո ձեռքն է ամեն բան, հասկանում ես, հիմա դու կարաս ամեն բան անես, հիմա դու կարաս Սուրբ Հոգու պոտենցիալը քո մեջ զարգացնես, հիմա դու կարաս այդ բյուրավոր են ջրի աղբյուրները քո մեջից բխեն, հասկանում ես, հիմա դու կարաս ճիշտ հստակ ճանապարհդ քո ուղես ու գնաս միջև վերջ Քրիստոսի հետևից, այս աշխարհում։ Եվ դու քո վարձքը կստանաս։ Գիտեք, վարձքի հարցը ես կարամ ասեմ շատ մի քիչ լուրջ մոտեցում է, էլի։ Ոնց վարձքը ստանաս, ոնց պսակը ստանաս։ Ես կարդում եմ Պողոս Արաքյալի թուղթը Տիմոթեոսին, ասում է, ես նստած եմ, բոլորը ինձ դատում են, բոլորը լքել են, հեռացել են, բայց Աստված իմ հետ է, ես գիտեմ, ես ունեմ իմ պսակը այնտեղ պատրաստված։ Ինչքան վստահ էր խոսում պսակը, ինչի համար Իրանը պսակ էր պատրաստված, ինչ գործի համար, հոգին իր հետ էր, այն գործը, որ ինքը անում էր, հասկանում եք, ուղղակի գնում էր, անում էր Տիրոջ փառքի համար, հասկանում եք, եւ հոգին, որ Պողոսի մեջ էր, ուժեղացնում էր, Իրան հետն էր, Իրանը հորդորում էր, Իրանը սովորեցնում էր, հասկանում եք, խաչա այն գիտելիքները, որ ինքը որ ուներ, հասկանում եք, եւ ինքը գիտեր, որ ինքը ունի պսակ, եւ մտածում ես, ասում ես, իրապես, ինչքան արժանի ես, երբ որ դու հստակ գիտես, որ դու ունես ընդ պսակ, դու հստակ գիտես, որ դու ընդ վարձատրվելու ես, Տերը քեզ օրհներ, որ ասում է, մի դիզեք գանձեր, ստե դիզեք ընդեղ, եկեք հարց տանք, մենք մեզի Մենք վստահ ենք, որ մենք գնանք ընդ ունենք վարձատրություն, թե պսակ, թե մենք ուղղակի կմտնենք դրախտ։ Գիտեք, որ պայմանով, գիտեք, շատերը ասում են, խաչա գոնե մտնեմ ես։ Խաչա գոնե մտնեմ, դրախտում եմ, չէ՞ կա տեղ, չէ՞ ասում, որ կփրկվեմ, բայց կմտնեն, կփրկվեն, բայց չեն ունենա այն պատվավոր տեղը։ Գիտեք ինչի, որտեղ կգա ժամանակը ու ամեն մեկը որ կկանգնի Ատյանի դեմ կասի ես քեզ էս հետվել բայց դու չարի դու կարայիր էս անել գիտեք ես էլ եմ շատ վախենում երբ որ կգա պարագան եւ Աստված ինձ էլ կասի գիտես դու կարայիր էս անել այն անել բան չի չարիր ես ինչ պետք է պատասխան տամ որ ես կարայի անել բայց չարիմ գիտես Տեր Աստված այն հոգին կասեր որ քո մեջ է բնակվում չէ որ քո մեղքերը ներվել են չէ որ դու ապաշխարիր հա անում ես գործը
Սխալներ էր անում, ապաշխարում էր, հասկանում էր, աճում էր, բայց դու կարող ես ավելին անել, դե ես քեզ կանչել եմ այդ դրա մեջ։ Ինչ եմ պատասխան տալու, ես եմ Տեր Աստված, այն մեծահարուստի նման էլ Ղազարոս աղաքատի։ Հետ ուղարկի ինձ գնամ հետ, ես ընդեսախ կփոխեմ։ Մի հատ էլ ինձ շանս տուր, հնարավորություն տուր, մի հատ էլ։ Ես ամեն բան կփոխեմ, ու սաղ տոչնի կլինի մոտ։ Ումը չեմ ներել կներեմ։ 100% ես անգամ այն վատ թշնամուս, անենց կսիրեմ, Սուրբ Հոգուն երբեք չեմ տրտմեսնի, ճիշտ կապրեմ, կավետարանեմ, ամոթ չեմ անի, որ ես քեզ, կպարծենամ քեզանով, հասկանում ես, չեմ հայոյի, դառնությունով չեմ ասի, վատը չեմ ասի, մարդկանց մասին վատ չեմ ասի, գողություն չեմ անի, ստախոսություն, լիքը ես կփոխվեմ, Տեր Աստված։ Դեք ինչ կասի Տերը։ Դեք ես ինչ եմ վստահում, ինչ կասի Տերը։ Մենք ասում ով դու որ դուս գիտես, ավետարան ասում, ես չեմ ասում։ Ուշա։ Ռուսերեն մատ поздно пить боржоми, когда почки отказали։ Ես մի անգամ դες կարոզում էի ռուսական եկեղեցում եւ բանը, ասես օրինակ է բերում բարի սամարացին է որ ճանապարհին։ Ասենց օրինակից մեջ ասիմ поздно пить боржоми, когда почки отказали, Мишанова իշուն լացին։ Նստացի մհոտ չի ծիծաղ, մեզ չեմ ժող, ախետ մարդու почки կչի Էլեք ասում, правильно говоришь, ավակ, поздно пить боржоми, խմեմ չխմեմ, մեկը почկաներ չի աշխատել, ասում Միշա կներես, դա չի ասում, նայել է թո չեն խնդում, ասում поздно пить բա։ Նու իրապես հասկանում եք, օրինակ այդ որ տրվածա, որ ուշա խմել, ուշա հասկանում ժամանակին մենք պետք է մտածենք։ Հոչը ձանձրացին դες, իմ հետ եք, ասեք շուտը հովին տարել է, ասում է, չէ, գիտեք ինչի է, երբ որ կա ինվորմացիա, երբ որ դու կարաս կիսվես, ասես, ինչի չասես, եթե քո մեջ կա այդ խոսքը, դու կարաս տաս, ինչով որ դու ապրում ես, ինչ որ դու զգում ես, տենում ես, ինչի չասես, ինչի չտաս, հարցը քեզանից է, դու կվերցես, այդ որ ասում է, կուզենաս սովորես, կուզենաս աճես, Սուրբ Հոգին է տալի, Սուրբ Հոգին քո մեջից վերցում է, որտեվ իմն ու հոգին, քո հոգին մեկ է, հասկանում եք, առավելությունը, այնա, որ ես տեղից քարոզում եմ, դու նստած լսում ես, Սուրբ Հոգին իմն ու քո մեկ է, մենք մեր բոլորս ունենք այդ հոգին, ով որ ստեղ ապաշխարել, ով որ ստեղ ունի, հասկանում ես, դու պիտի վերցես ու գնաս քննես, վերցես կարծես, Հովանեսի ավետ, հենց գնամ վերցեմ կարդամ տունը, ինչա Քրիստոսն ասում, ես լավ կներ, որ ես գնամ, ուղարկեմ մխիթար, լավ կն, ինչա մեր Տերես եմ, կարող մի քիչ մնալ, աշակերտներ այնքան են սովորել Քրիստոսին, որ իրանք չէին ուզում Քրիստոսը որ հեռանար, դու պատկերացա, երբ որ դու սովորում ես մեկին, այնքան մենք չենք ուզում, որ այդ մեկը հեռանա, թող այդ կյանքը գնա, երբ որ այդ մարդը հեռանում է, դառնում է մեծ տրագեդիա մեր համար, սկսում ենք բան, մեկ էլ մյուս, բայց Քրիստոսը հեռացավ, ինքը չմեռավ, Քրիստոսը հարություն առավ, Քրիստոսը հաղթեց, Քրիստոս տվեց հաղթանակ ինձ ու քեզ 2000 տարի առաջ, ասեց առ ու գնա ավետարանի, ասա ես կենթանի եմ, ես կենթանի Աստված եմ, մեր Տերը մեռած չի, մեռելներ թող իրաց մեռելեն թաղեն, եկեք մենք ապրենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով, մեր կենթանի Տիրոջմով, մեր Հիսուսով, որտեղ ինքն է փրկողը, Գիտեք այնքան լավ կլինի, երբ որ իրապես է տրտմությունը, դառնությունը, մենք բոլորս դեն նետենք, իրար հետ համաձայն լինենք, քաղցր լինենք, սիրով լինենք, այնքան հեշտ կլիներ։ Գիտեք, ես մի վաղ որ թազա նորից ապաշխարի մեկը, մի համար գիտեք այնքան ասում եմ, ինչ սեր է հոգևորների մեջ, քաղցրությունն է, մեկը հասկանալ, հասկանում եք, ու սենց ուզում է պոզիտիվ մնայի միշտ, բայց ակասը չէ։ Ակասը անցնում են բաներ, որ մարդիկ են նեղանում, չարանում են, Կարան վատ ասեն, վատ անեն, հասկանում եք կոդրված սրտներ կարան լինեն, եւ այդ կոդրված սրտերը շատ դժվարությունով են վերականգնվում, երբեմն դաժե չեն էլ կարող վերականգնվեն։ Ինչի, որտեղ տեղիք են տալի, հասկանում ես մարդկայինը, ֆիզիկականը, հասկանում ես։ Բայց երբ որ մենք խորանանք Աստվածայինով, այն ինչ որ Տիրոջ հոգին է ասում, մենք այդ ձևի չենք մտածի։ Երբ որ մենք բարձրացնենք մեր աղոթները Դավիթի նման, ասենք Տեր, մենակ քո հոգին մի վերց մեզանից, թող քո հոգին չլռի։ Մենք գիտենք ինչ կարանք ասենք Դավիթին նման, մենք կարող ասենք թող հոգին չլռի։ Հոգին խոսա, հոգին գործի, որովհետև այսօր, գիտեք, մեր Տերը մեզ տվել է հավիտենական կյանք։ Նայեք, Հովանեսի ավետարանը մի տեղ կարդամ։ 10-րդ գլխում այնքան համարներ կա մոտս գրած։
Լրի եթե կարդամ, ասեմ երկար ժամանակ քաշի, բայց լրու չեմ ասի։ 10:28 եւ ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս եւ նրանք հավիտյանը չեն կորչի ու ոչ ոք նրանց ինձ ձեռքի չի հափշտակի։ Հիսուս ասում է այդ հետաքրքիր խոսքերը։ Ես նրանց տվել եմ հավիտենական կյանք։ Ռուսերեն ասած, вдумайтесь в эти слова։ Մտեք այդ խոսքերի մեջ։ Ինչ զորավոր խոսքեր է։ Ես նրանց տվել եմ հավիտենական կյանք, ձեզ տվել է հավիտենական կյանք, ինձ տվել է հավիտենական կյանք։ Մենք ունենք այդ հավիտենական կյանքը։ Մենք ստացել ենք այն վաղ, երբ որ մենք ապաշխարել ենք, եկել ենք Տիրոջը, տվել ենք մեր կյանքը եւ ասա եւ նրանք հավիտյանս չեն կորչի, ասում հավիտյանս չեն կորչի, դրանք խոսքեր, ուրեմն մենք պետք է չկորչենք, ինչ էլ անեն չեն կորչի, ու ոչ ոք նրանց իմ ձեռքից չի հափշտակի, միայն եթե դու չմոլորվես եւ դու չսայթակես ու չսկսես մեկ գործել։ Այս դեպքում քեզ կգողանան, այս դեպքում դու կկործանվես, այս դեպքում դու կընկնես մեղքի մեջ, բայց քանի որ դու հստակ ես քո ոտքերի վրա, քանի որ դու կայուն ես Տիրոջ խոսքով, ոչ մեկ քեզ չի կարա գողանա իր ձեռքերի մեջից։ Ամեն։ Ոչ մեկ չի կարա քեզ գողանա իր ձեռքերի մեջից, որտեղ մենք պետք է ենք հստակ, մենք պետք է ենք Տիրոջով, մենք պետք է ենք այսինքն ավելի ամուր։ Հովհաննեսի ավետարանի 14-րդ գլխում կա մի հատ հետաքրքիր տեղ։ Նորից Սուրբ Հոգու մասին է խոսում մեր Տերը։ 16-18-ում ասում է. «Եվ ես հորից կխնդրեմ եւ ձեզ ուրիշ մխիթարիչ կտա, որպեսզի հավիտյանը ձեզ հետ լինի։ Ճշմարտության հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որտեղ նրան չի տեսում եւ չի ճանաչում, բայց դուք նրան ճանաչում եք, որտեղ այն ձեզ մոտ է մնում ու ձեր մեջ է լինելու։ Ես ձեզ որ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ»։ То есть կրկին Հիսուս ասում է, ես գնում եմ ձեզ մենակ չեմ թողնի, ճշմարտության հոգին, որը որ կբնակվի ձեր մեջ, հասկանում եք, ձեր մեջ, ձեր սրտերի մեջ կնի եւ ինքը մեզ ձեզ միշտ կուսուցանի, միշտ կսովորեցնի։ Գիտեք, եկեք ապրենք այդ հոգով։ Եկեք իրապես արդարացնենք այն ամենը, ինչ որ մեր Տերը տվեց։ 15 խոսքում ասում է, եթե ինձ սիրում եք, պահեք իմ պատվիրանները։ Եթե դուք ինձ սիրում եք, ասում պահեք իմ պատվիրանները։ Ես ասում եմ, եւ ես հորից կխնդրեմ ձեզ ուրիշ մխիթարիչ կտա։ Այդ մխիթարիչը այսօր իմն ու քո մեջ է, կրկին անգամ ասում եմ։ Եկեք չտրտմեցնենք մեր մխիթարիչին։ Գիտեք, Գործ առաքելոցում առաջի երկրորդ գլխում, ով որ հիշում է, հիշում եք, չէ՞, Գործ առաքելոցում Պենտեկոստյան օրը։ Չկարդամ երևի այստեղը, ասում եմ, բոլորը աղակում էին, բոլորը սկսան աղոթել լեզուներով, եւ Սուրբ Հոգին Պենտեկոստյան օրը իջավ։ Ուրիշ մի քանի տեղեր ասում է, եւ Պետրոսը հենց նույն գլխում ասում է մի նորահոգիներին, ասում է, ապաշխարեք եւ Սուրբ Հոգով մկրտվեք։ Սերս, այնքան լավ ապաշխարել եւ մկրտվել Սուրբ Հոգով, որտեղ այսօր Տերը քեզ կանչել է այդ փրկությանը։ Ես պինդ պահի այդ փրկությունը։ Գիտեք, հարցը ստեղ փոխվելու պարագան։ Ես ունեք շատ եմ ասում, նայեք, Սուրբ Հոգին քո մեջ է, չեմ բոլի դու պետք է իմանաս փոխվել։ Գիտես, փոփոխությունը կարա գա, ես չեմ ասում միանգամից։ Որոշ ոլորտերում կարա միանգամից գա, որոշ բաներ դու կարաս միանգամից փոխես։ Բայց ես միշտ ասում եմ, երբեք մի փորձի քո ուժերով այդ ամեն անես, որովհետև քո ուժերը թույլ են ու ցույլ են։ Արա Տիրոջ հոգով, այդ օծությունը, որ դու ունես քո մեջ։ Հավատա, դու կհաղթես։ Եթե դու դնում ես այդ նպատակը հաղթելու, դու կհաղթես, կանես, եւ դրա համար այսօր մենք պետք է հստակ լինենք Տիրոջ խոսքով։ Ամեն։